Բարև հարգելի բարեկամներ, մենք շարունակում ենք թերթել մեր նորագույն պատմության էջերը։ 8-րդ էջը նվիրված էր Ռուսաստանի նախագահ Ելցինի և Ղազախստանի նախագահ Նազարբաևի Ստեփանակերտ կատարած այցին և Ժելեզնովոցկում ստորագրված կոմյունիկեին։ 9-րդ էջում մենք կպատմենք դրան հաջորդած իրադարձությունների մասին։ Ժելեզնովոցկյան կոմյունիկեն ստորագրելուց մեկ օր անց, այսինքն սեպտեմբերի 25-ին, առաջին անգամ հրթիռակոծվեց մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հետագայում կրեց պարբերական բնույթ։ Դա փաստորեն նշանակում էր, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել մեր նորանկախ հանրապետությանը։ Մեզ մնում էր բարձրացնել նետված ձեռնոցն ու ընդունել մարտահրավերը, ինչպես ասում են, ակնընդ ական։ Եթե Լեռնային Ղարաբաղում իսկական մարտական գործողությունները նոր պիտի սկսվեին, ապա Հյուսիսային Արցախում դրանք վաղուց կատաղի բնույթ էին կրում։ Սեպտեմբերի 18-ին երրորդյա մարտագործողություններից հետո հայ ազատամարտիկների հակահարձակումը պսակվեց Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուղ, Մանաշիտ գյուղերի ազատագրմամբ։ Ազերիները շարունակում էին ալազան տիպի հրթիռներով հրթիռակոծել Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը, իսկ հոկտեմբերի 17-ին նրանք արդեն գործածեցին գրադ ռեակտիվ կայանք Մարտունի քաղաքի ու շրջակա գյուղերի վրա։ Եթե դրան ավելացնենք նաև թշնամու ու թուժի հասցրած ավերածությունները, կարծում եմ պատկերը պարզ կդառնա։ Այդ նույն օրերին, ավելի ստույգ հոկտեմբերի 16-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում, որն ուներ խառը ազգաբնակչություն, տեղի ունեցավ մի դեպք, որը շատ բնութագրական է ազերիների համար։ Զինված ավազակախումբը ներխուժել է Դանիելյանների տուն և գազանաբար սպանել ընտանիքի անդամներին։ Հրաշքով փրկվել է միայն 7 տարեկան տղան, թաքնվելով մահճակալի տակ։ Այս կադրերը նկարահանել է օպերատոր Սերգեյ Համբարձումյանը, որը լրագրող Ռուդոլֆ Մարտիրոսյանի և Ռուսաստանից ու Ղազախստանի ժամանած դիտորդների հետ մեկնել էր Տող։ Իդեպ այդ տեսանյութը, ինչպես նաև Բորիս Ելցինի և Նուրսուլթան Նազարբաևի այցի մասին հաղորդումն ու այլ սյուժեներ տեղ գտան մեր վերաբացված հեռուստատեսության անդրանիկ ծրագրում նոյեմբերի 13-ին։ Այո, շուրջ երկամյա ընդմիջումից հետո կապույտ էկրանին հայտնվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստատեսության գլխադիրը։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե ԼՂԻՄ, այլ ԼՂՀ։ Ավաղ մեր ուրախությունը տևեց ընդամենը մեկ ամիս։ Դեկտեմբերի կեսերին հոսանքազրկվեց Ստեփանակերտը, ուրեմն և հեռուստա կենտրոնը, և մենք դարձյալ զրկվեցինք եթերից, ինչը սակայն չի նշանակում, թե մատնվեցինք պարապուրդի, մենք շարունակում ենք նկարահանումներ կատարել։ Պատերազմը շարունակվում էր և հայ ազատամարտիկները մեկը մյուսի ետևից ազատագրում էին մեր գյուղերը, որոնցից բռնագաղթվել էր բնակչությունը, իսկ հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Տողի ռազմագործողությունը, որի արդյունքում գյուղը մաքրվեց ազերիներից, որպեսզի այլևս նրանց թոզն անգամ չերևա այս կողմերում։ Նոյեմբերին ԽՍՀՄ ներքին զորքերը դուրս եկան Արցախից, որից հետո էլ Պոլանիչկոն իր նազիր-վեզիրներով։ Իսկ ամսվա վերջին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց որոշում ԼՂԻՄ-ը լուծարելու մասին։ Մեր պատասխան քայլը դարձյալ չուշացավ։ Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվե։ Եվ այսպես 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվեց համահանրապետական հանրաքվե, որին հետևում էին ավելի քան 50 դիտորդներ։ Չնայած հանրապետության բոլոր բնակավայրերը, այդ թվում և մայրաքաղաքը հրթիռակոծվում էին, մարդիկ ակտիվորեն մասնակցեցին հանրաքվեին և իրենց վճռական այոն ասացին ԼՂՀ անկախությանը, սեփական ճակատագրին ինքնուրույն տնօրինելու իրենց իրավունքին։ Հանրաքվեի օրը Ստեփանակերտի Արվարձան կրկժանից
լսվում էին կրակահերթեր, այնտեղ իսկական պատերազմ էր, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր խլեց։ Այս ամենին ականատես եղան նաև դիտորդները, որոնք եղան ոչ միայն ընտրական տեղամասերում, այլև հրթիռահրետակոծության հետևանքով ավերված տներում։ Բնականաբար մենք նկարահանում էինք, եւ այս կադրերը դրա առհավատչան են։ Իրենց տպավորությունների մասին ահա թե ինչ ասացին ԽՍՀՄ ժողովրդական падգամավորներ Юрий Афанасьев и Владимир Смирнов. Первое впечатление, вот декабрь, солнце, тепло, прекрасно, много людей идут на избирательные участки, чтобы выразить свою волю. В общем, так, внешне-то все хорошо. И если бы я не знал, как трудно здесь живется, не знал бы по сообщениям, по газетам, по сообщениям радио, прекрасный край. Можно только радоваться этому солнцу, этим горам. Уже сколько лет живущие в Нагорном Карабахе добиваются нормальной жизни, добиваются мира, покоя. Вот мне кажется, этот референдум, он может быть каким-то шагом на пути к этому миру и к тому, чтобы живущие здесь распоряжались бы полностью своей судьбой. Вот поэтому я решил, во-первых, в числе наблюдателей посмотреть, как идет референдум, как выражается воля армян, живущих в Карабахе. Это во-первых. А во-вторых, все мы здесь, не только я, все мы очень сочувствуем стремлению армян Нагорного Карабаха жить самостоятельно, независимо. Мы хотим поддержать это стремление по мере возможности. На ваш взгляд, какова может быть судьба Нагорного Карабаха? Но я вижу Нагорный Карабах самоуправляющейся республикой, которая сама решает свою судьбу вполне во всех отношениях, которая сама решает экономические проблемы, культурные, решает, с кем торговать, чем, как торговать. То есть вот примерно так, чтобы, так сказать, она была... Может быть, таких не будет пока что, вот, республик в Советском, на территории бывшего Советского Союза. Но ничего страшного. Я, пользуясь случаем, хотел бы вот всем здесь стоящим и всем телезрителям пожелать, чтобы на эту землю, в конце концов, пришел мир и покой, и чтобы люди нормально работали, нормально жили, нормально любили, потому что уж слишком много страданий выпало на эту землю, на этот народ, поэтому дай Бог вам всего самого лучшего. Сегодня, 10 декабря, Международный день защиты прав человека. И, наверное, не случайно или совпадение, что референдум Нагорно-Карабахской республики проводится именно в этот день. Я думаю, что это совершенно не случайно. И организаторы, которые организовывали этот референдум, я думаю, что они приурочили к этой символической дате защиты прав человека. Потому что нигде более, чем в Карабахе, они, видимо, так не попираются, как в Нагорном Карабахе. И вот сейчас мы стоим, только начали мы разговор, я услышал пулеметную очередь. И это тоже говорит о том, что Карабах в блокаде, Карабах в окружении. Прошлую ночь сообщают, что было очень много разрушений, стреляла артиллерия, Алазань. Я думаю, что присутствие наблюдателей иностранных, депутатов СССР, РСФСР, Моссовета и Ленсовета, и наших журналистов и телерепортеров, оно придаст больший статус этому референдуму по той причине, что наблюдатели разъехались по многим селам, по многим избирательным участкам. И, фактически по всем районам? По всем районам разъехались и выборочно контролируют, как идет голосование. Вот мы побывали на 3 избирательных участках, и нарушений никаких нет. Все очень точно, скрупулезно, только с документами, только, значит, под роспись и, соответственно, все остальные атрибуты. Для меня Карабах это было своего рода открытие мира. Я раньше как-то не общался, не встречался и не был в Армении. Я увидел, что это добрый, честный, смелый народ, который хочет жить в мире. И я бы хотел пожелать мира этой земле многострадальной. Я думаю, считаю, что
народ Карабаха заслужил этот мир и ту свободу, к которой он идет. Я думаю, что он уже заплатил гораздо более многократную цену за свободу, за которую голосует сейчас народ Карабаха. Այսպիսով հանրաքվեն կայացավ։ Քվեարկության իրավունք ունեցողների 99.89%-ն արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին։ Իսկ 18 օր հետո, դեկտեմբերի 28-ին, տեղի ունեցան ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրություններ։ Ի հեճուկս մեր թշնամու մենք դնում ենք մեր պետականության հիմքերը։ Իհարկե դա անչափ դժվար էր, հատկապես պատերազմական իրավիճակում, բայց դա պետք էր։ Ժամանակը ամենաանաչառ դատավորը հաստատեց դա։ Առաջին խորհրդարանական ընտրությունները մեր նորելուկ պետության ժողովրդավարական սկզբունքներին դավանելու վկայությունն էին։ Համընդհանուր կարծիքով դրանք արդար էին, ազատ ու թափանցիկ և ընտրվեցին նրանք, ում նախապատվությունը տվեց ընտրողը։ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդը աշխատեց շատ ծանր պայմաններում։ Պատգամավորներից շատերն իրենց անձնական օրինակով հիանալի օրինակ էին ծառայում բոլորի համար։ Նրանցից ոմանք զարկվեցին հանուն հայրենիքի և իրենց անունը պսակեցին փառքով։ Եվ այսպես 1991 թվականի վերջերին մենք հռչակեցինք մեր անկախ պետությունը և ընտրեցինք խորհրդարան։ Ինչ եղավ հետո, ինչպիսին էր 1992 թվականը, այդ ամենի մասին մեր առաջիկա թողարկումներում։ Իսկ հիմա ես հրաժեշտ եմ տալիս ձեզ և ասում կհանդիպենք։